Արդարադատություն թե քաղաքական հաշվեհարդար Արեգնաց Մանուկյանը մոտ 1.5 ամսվա մեկուսացումից հետո վերջապես տեսել է անչափահաս դստերը 85-ամյա մորը տեսակցելու թույլտվություն այդպես էլ չի ստացել Մանուկյանը Այսօրվա այս գործող իշխանությունների նկատմամբ ուղղակի կա հովանավորչություն Վնիմանիա вопрос Արդյոք ես ճանաչում եմ Արցախա-Ադրբեջանի կազմում Այդ է ձեր հարցադրումը Արցախցու հայրենազրկված հայի արժանապատվությունը թիրախավորելու եւ սեփական ձախողումները լեգիտիմացնելու ցինիկ քայլ են անվանում ընդդիմադիրները ԿՊԱ-ականների պահանջը որ Արցախցի Արեգա Հովսեփյանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում Լավ է չարցրեցին իսկ ինչու են բենզալցակայանում չէիք որ պայթեց Նաև քաղաքական տերորի ու սադրանքի համար է խորհրդարանական ընդդիմությունը մեղադրում քաղաքացիական պայմանագիր ընդդիմադիրները ամբողջ կազմով լքել են դահլիճը Բաքվի բանտից մեր հայրենակիցները շարունակում են մեզ հորդորել, որ պինդ մնանք իրենք նստած են, բայց ծնկաչոք չեն Դավիթ Բաբայանի ուղերձը Մեր հայրենիքին դες սպասում են ծանր դժբախտաբար երևույթներ պինդ եղեք Եվ ինչ է հայտնի նոր հաճնի երկու մարդու կյանք խլած պատահարի մասին գրեթե 1 օր անց նախաձեռնվել է քրեական վարույթ շինարարության ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով Երեխային էի քնացնում, այդ մեկ էլ գմփով ուղեղ ու մեկ էլ օգնեցեք Օգոստոսի 19-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը բարի երեկո սիրելի հայրենակիցներ եւ այսպես սկսենք օրվա գլխավոր հարցադրումից արդարադատություն է իրականացվում Հայաստանում թե քաղաքական հաշվեհարդար Մայր Հայաստանի կալանավորված անդամ նախկին падգամավոր Արեգնաց Մանուկյանը մոտ 1.5 ամսվա մեկուսացումից հետո վերջապես տեսել է անչափահաս դստերը որի ծննդյան օրն է եւ որը հոգեբանի գնահատականով մոր հետ շփումից զրկված լինելու պատճառով հոգեբանական խնդիրներ է ձեռք բերել 85-ամյա մորը տեսակցելու թույլտվություն այդպես էլ չի ստացել Արեգնաց Մանուկյանը, չնայած նրա գործով նախաքննությունը ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան։ Այսօր Եվրամիության դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ ակցիա են արել ի պաշտպանություն Մանուկյանի։ Իրավապաշտպանները, հասարակական քաղաքական գործիչները վստահ են, որ Մանուկյանի ամբողջ ընտանիքի հանդեպ հոգեբանական տերոր է գործի դրել համակարգը։ Էդգար Ղուշչյանը կպատմի։ Գիշերային այսպես ասած զայնագողությունից հետո Կալանավորումից միայն 42 օր անց է Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնաց Մանուկյանը տեսել անչափահաս դստերը։ Այսօր աղջնակի ծննդյան օրն են թույլատրել տեսակցությունը։ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար մեղադրվող Մանուկյանին 2 ամսով կալանավորած դատավորը արգելել է տեսակցություններն ու շփումներն անգամ ընտանիքի անդամների, հարազատների հետ։ Արեգնաց Մանուկյանի խափանման միջոցը եւ տեսակցությունները շարունակում են մնալ նույնը։ Անշուշտ կարևոր է, որ այսօրով երեխան տեսնի իր մորը, բայց ընդհանուր առմամբ դա չի լուծում։ Այն խնդիրը, որ երեխան ապրում է դժվարին հոգեբանական ժամանակաշրջան եւ անգամ հոգեբաները այդ աշխատում։ Արեգնաց Մանուկյանի դստեր ծննդյան օրվա առթիվ խորհրդանշական տորթ են տարել Հայաստանում Եվրամիության գրասենյակի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները։ Որովհետև այս իշխանությունը Արդարությունը չպետք է լինի քաղաքական հաշվեհարդար, ոչ բռնապետությանը, ազատություն քաղբանտարկյալներին գրության պաստառներով են նրանք եղել։ Այս ներկայացությունից անցնող տասնամյակների ֆինանսավորել են մարդու իրավունքների պաշտպան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ։ Այսօր բոլորը բերանները փակ, բոլորը այս իշխանությունների տակ են։ Այստեղ չեք տեսնի իրավապաշտպան անցնող տասնամյակներում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների որևէ ներկայացություն։ Նախկին падգամավորներ, չգիտեմ, հանրային հասարակական գործիչներ, մշակույթի գործիչներ, եւ մշակույթի գործիչներ եւ այսպես ասած մշակութային գործիչներ, որովհետեւ ինչի եմ ասում այսպես ասած, որովհետեւ այսօր շատ մարդիկ լուր են Հայաստանում տիրող ապօրինությունների։ Իրենց մի գրառմամբ, մի խոսքով, աջակցության մի նախադասությամբ շատ բան կարող է փոխվել։ հոգեբանական ճնշման մի տեսակ է Բռնություն է ըստ փաստաբան Զարուհի Փոստանջյանի Արեգնաց Մանուկյանին բանտարկելը, երբ նա իր խնամքին 13-ամյա երեխա եւ 85-ամյա ծնող ունի։ Պնդում է Հայաստանի կալանավայրերը լիքն են քաղբանտարկյալներով, քանի որ միջազգային կառույցները ձկան պես լուր են։ Ես նոր չեմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվում։ Ես իմ մասնագիտական գործունեությունը սկսել եմ հենց իրավապաշտպանությունից։ Եվ այս իրավապաշտպան գործունեությունը ինձ ասում է, իմ փորձը, որ
այսօրվա այս գործող իշխանությունների նկատմամբ ուղղակի կա հովանավորչություն այս ապօրինությունները իրականացնելու համար նման կառույցների կողմից։ Ժամանակին թեկուզ մեկի քթից մի կաթիլ արյուն գար միջազգային իրավապաշտպան կառույցները իրար հետ չտալով զեկույցներ էին գրում Հայաստանի դեմ, նկատում է Նաիրա Զոհրաբյանը։ Նախկին падգամավորը մի դեպք է հիշեցնում, թե ինչպես են եվրոպացի պաշտոնյաները ժամանակին մեծ աղմուկ բարձրացրել մի կալանավորի փորացավի համար։ Հիշում եմ, որ անունը չեմ տալու, բոլորս ճանաչում ենք մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը, չզարմանաք, ինչ եմ ասել, լուծ էր ընկել, սովորական լուծ, Ստրասբուրգում ինձ կանչել են նակավյոր, որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որպես Հայաստանում ԵԽԽՎ պատվիրակության անդամ ես այդ հարցաքննում էին։ Այդ ինչ է կարել, ինչ են տվել, որ մարդը սխալ մանակ երել, հասկանում եք և իմ տիտանական ջանքերից հետո այդ մարդու աղիքային խանգարման թեման տեղ չգտավ Հայաստանի դեմ հերթական զեկույցում։ Բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, հանրային մեջ ճնշումը, դատապարտող հայտարարությունները կարող են իրավիճակ փոխել երկրում, վերականգնելու արդարությունը։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Անի Ղանդիլյան, Փայլուր։ Խորհրդարանում Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հիշեցրել է, որ եթե դստերը տեսնել այսօր թույլատրել են Արեգնազ Մանուկյանին, ապա 85-ամյա մորպարակայում արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ։ Քաղաքացիական պայմանագիրը միայն խոսքով է ձգտում եվրոպական ժողովրդավարական արժեքները Փաշինյանական բռնապետությունում տեղ չունեն, ընդգծել են ընդդիմադիրները։ Բայց նորից եմ ասում, Եվրոպական միությունը նախ եւ առաջ արժեքների մասին է, ժողովրդավարության մասին է, մարդու իրավունքների մասին է, ու ինչքան բարձր են գոռում ժողովրդավարությունից, այնքան ավելի ճնշված են մարդու իրավունքները, մասնավորապես Արեգնազ Մանուկյանի օրինակով պայմանավորված։ Ինչքան ասեք Եվրոպա, նոր ասում ինչքան ասեք շաքար ավելի չի քաղցրանալու, չէ։ Եվրոպա ասելով չի էլի վերջո եվրոպական արժեքները գալիս, այլ կոնկրետ գործողությունների, կոնկրետ բովանդակային հողի վրա ունեցած արդյունքներից։ Այսօր ունենք մի այնպիսի վիճակ, որ Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան եւ անգամ ես ճիշտ ասած Տիկին Գրիգորյան ես զարմացած եմ, որ մենք ստիպված ենք այս ամբիոնից բացատրել, թե ով է քաղբանտարկյալը։ Կարծես թե 3 են ներկայացնում, ով է իրականում քաղբանտարկյալը, որտեղ կարծես այս հատվածը տեղյակ չի, թե քաղբանտարկյալ տերմինի բացումը ինչպիսին է։ Առավելապես մեծ ցավ եմ ապրում, որ այսօր ունենք կին քաղբանտարկյալ, մինչև դա էլ ունենք կին քաղբանտարկյալ, եւ ճիշտ ասած կարծում եմ, որ մեր գործունեությունից ինձանից ու ձեզանից էլ հեռու չի դա ցավոք։ Արձագանք, Տիկին Գրիգորյան, քանի դեռ քաղբանտարկյալ չեք։ Դե քանի դեռ շատ ճշգրտորեն նշեցիք, պարոն Ալեքսանյան, ինչպես դուք եք երևի պատկերացնում, որ դա հնարավոր է, քանի դեռ նշում եք։ Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունների ղեկավարները մերժել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։ Աննա Հակոբյանը Աննա Գրիգորյանին եւ Նարեկ Կարապետյանին հրավիրել էր միանալ ընտանեկան բռնության դեմ իրարշավին։ Եթե ընդհանրապես հարցադրումներն են, որ հանդիպելու ենք, թե չէ, չենք հանդիպելու, մնացածը վիդեո ոչ։ Ինչու՞։ Պարտադիր ցանկություն խմբակցությունը չունի։ Շնորհակալ եմ։ Քաղաքական տերորի եւ սադրանքի համար է խորհրդարանական ընդդիմությունը մեղադրում քաղաքացիական պայմանագրին։ 9-րդ գումարման ազգային ժողովը, որ նիստերի շուրջ 1 ամսվա ընթացքում չի հաջողում անգամ ինքնաձևավորվել, շարունակում է հարթակ մնալ ընդդիմությանը ուժային մեթոդներով ճնշելու համար։ Այսօր նիստը վարող Վահագն Ալեքսանյանը ընդդիմության գնահատմամբ սեփական կամայականությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգի կոպիտ խախտմամբ դահլիճից հեռացրել է ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Ղազինյանին, դահլիճ հրավիրելով անգամ անվտանգության աշխատակիցներին։ Ղազինյանը ընդհանրապես փորձել էր արգելել նիստը վարողին խախտել կանոնակարգը տեղից անընդհատ ռեպլիկներ անելով։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ամբողջ կազմով լքել է դահլիճը, այդպես անհամաձայնություն հայտնելով Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կարգապահական տույժին։ Նրան զրկել էին խոսափողի իրավունքից 1 նիստի ընթացքում։ Թերեզա Կադաևչյանը գիտի վեճի մանրամասները։ Թեժանում է մթնոլորտ ազգային ժողովի նիստերի դահլիճում Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի Ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածու Արեգա Հովսեփյանի եզրափակիչ ելույթից հետո։ Եվ դուք քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, երբեք չզգաք այն, ինչ որ զգում եմ ես։
Շնորհակալություն, Տիկին Հովսեփյան։ Այստեղ ուղղակի երկու բան էլի նկատառում անեմ ձեր ելույթի հետ կապված, ասում եք։ Ընդդիմադիր падգամավորի խոսքի վերաբերյալ նկատառում ունի ԿՊԱ-կան փոխոսնակ Վահագն Ալեքսանյանը։ Ձեր ելույթի մեծ մասը նվիրված էր քաղաքական բռնաճնշումներին։ Բայց այդ որ իրավունքով տեղից փորձում է պարզել նախ Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Падգամավոր Տիգրան Աբրահամյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Հետո Դավիթ Ղազինյանն է զգուշացնում, որ ազգային ժողովի կանոնակարգ օրենքը թույլ չի տալիս փոխոսնակին տեղից կարծիք հայտնել։ Ի պատասխան նախազգուշացումներ է ստանում։ Կիրառվում է կարգապահական տույժ, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում։ Երբ Ղազինյանը պնդում է ասածը, երկրորդ նախազգուշացումն է գալիս, թե պետք է լքի նիստերի դահլիճը ու ներս են հրավիրվում անվտանգության աշխատակիցները։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն падգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։ Ի նշան բողոքի այլ ընդդիմադիրներ ճիքեր են գործադրում բացատրելու Վահագն Ալեքսանյանին, որ իր գործողությունները օրինական չեն, սահմանադրական օրենք է խախտում։ Պարոն Մանուկյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները որպես աջակցություն Դավիթ Ղազինյանին լքում են նիստերի դահլիճը։ Ինչ եք ասել, որի Ընդհանրապես ասել եմ, սա օրենքով է, ինչ որ դուք հիմա անում եք։ Արեգ Հովսեփյանից հետո այսօր իմիջիալից երևի 5-րդ, 6-րդ, ընդհանրապես այս երկու շաբաթվա ընթացքում անընդհատ։ Ընդհանրապես հարց եմ տվել, սա ԱԺ կանոնակարգ օրենքով, ասում եմ լռեք։ Ասում եմ, չէ, հարց եմ տալի, պատասխանեք, ասում եմ լռեք։ Սարքել են իրենց դուքյանը արդեն, իսկական կներեք բառամթերքիս համար։ Պետության Շիրակի մարզպետի խորհրդական։ Ազգային ժողովը բոլոր ազգընտիրների ելույթ ունենալու թիվ 1 ամբիոնն է, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության տունը կամ ինչ-որ զորանոց, որտեղ հրաման տվողներ ու հրաման կատարողներ են, վրդովում է ընդդիմությունը։ Ես որ գալիս եմ ոնց որ կազարմա գամ։ Ես աշխարհում գիտեք քանի երկրի խորհրդանում եմ եղել։ Եվ որպես պաշտոնյա, եւ որպես բոսաշրջիկ, Բունդեսթագ մարդիկ գնում են որպես բոսաշրջիկ։ Բունդեսթագում զինվորական չկա։ Կարգ գոյություն ունի, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները շենքի ներսում ծառայությունը պետք է իրականացնեն քաղաքացիական զինլենայք տեսեք տարածքում որտեղ թե մեզ խմբերով զինվորատես բան ասեք դրա կարիքը որտեղ կա ումից են պաշտպան քանի տեղ են շենքը ստուգում դալիճ մտնելու այս պարլամենտը այսի խոսալու տեղը ոնց որ կազարմա լինի Ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նիստը վարողի պարտականությունն է ապահովել նիստի բնականոն ընթացքը այլ ոչ թե կարծիք հայտնել ամեն ելույթից հետո նշում են ընդդիմադիրները նկատում Ալեքսանյանի դեպքը առաջինը չէ Գրեթե ամեն խոսացողից հետո իրանց թվում է իրանք պետքա վերևից ինչ որ կոմենտներ անեն, անդրադառնան միջև այդ խոսացողին։ Սա սխալ է, սա հակասում է ԱԺ կանոնակարգին, սա իրավունքը իրանք չունեն ու այս ամեն ինչը դրա վառ ապացույցներ բոլորի աչքի առաջ, երբ որ ի նշան բողոքի խոսում ենք, մի հատ էլ դրա համար նկատողություն հայտնում։ Այնքան իրենք, այսպես ասած, սահմանները կորցրել են, որ պատկերացրեք այսօր անգամ Աննա Գրիգորյանը ելույթի ժամանակ ընդհատեց падգամավորին ինքը սկսեց խոսալ։ Մարդիկ ովքեր տարիներ շարունակ ասել են Հովիկ Աբրահամյանի տունը, Ապորինի տունը պետք է վերադարձվի ժողովրդին, տարիների ընթացքում պարզեց, որ ժողովրդի անունը Նարեկ Նալբանդյանն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ կտրուկ հարստացած Նարեկ Նալբանդյանի մասին Աննա Գրիգորյանի հիշատակումը հանգիստ չի տալիս ԿՊԱ-ականներին։ Այս անգամ ԱԺ կանոնակարգ օրենք է խախտում Հայկ Կոնջորյանը։ Այն տունը, որը դրված էր կալանքի, կալանքը հանվել է, Նարեկ Նալբանդյանը գնել է տունը եւ այդ տան մեջ ապրում է Նարեկ Նալբանդյանը, թող ապրի։ Բայց այստեղ հարցը առաջանում ինչու է Կոնջորյան Հայկը հատկապես հիշում կոռուպցիայի շրջանակներում Հովիկ Աբրահամյանի ու նույնիսկ տունը Նարեկ Նալբանդյանը վերցրեց եւ ոչ թե վերադարձված ժողովրդին։ Տիկին Գասպարյան, ես պետական Կարճ նկատառում Տիկին Գրիգորյան 59 անշարժույթ են ուզում, խնդրում եմ դա էլ մեկնաբանեք։ Այն 59, ասենք 59-ը մեկը հանեցինք։ Այն 58-ի մասին էլ խնդրում եմ մեկնաբանություններ արեք։ Ես ընդհանրապես նախ վարման մասով։ Պարոն Կոջորյան, որևէ բան ուզում եք ասել, հետո ասեք։ Ինչու եք իմ խոսքի ընթացքում ասում։ Մենք ինչու եք
Վահագն Ալեքսանյանը չի կարծում, թե օրենք է խախտել։ Կանոնակարգով արգելված չի նիստը վարողին որևիցե պահի արտահայտվել։ Ես խնդրում եմ որպես Պնդում է նիստի բնականոն ընթացքը ապահովելու համար է դահլիճ հրավիրել ուժայիններին, որովհետև ըստ ԿՊԱ-կանի Ղազինյանն է խախտել կարգը։ Ռեպլիկներ եք անընդհատ անում, իրենք էլ հետևաբար, եթե հավասարությունը կարող են ռեպլիկաներ չէ ստացվում։ Չէ, չի ստացվում։ Չէ, չի ստացվում, դե կներեք, որտեվ դա իսկ կներեք, դա ի սկզբանե հավասարություն որպես այդպեսին չկա, որտեվ նիստը վարողը մեկն է։ Բոլորը հավասար են օրենքի առաջ, բայց ոմանք ավելի հավասար են։ Ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր չեն վերադարձել նիստերի դահլիճ ու չնայած ուժեղ Հայաստան խմբակցությունն ամբողջ կազմով բակ է իջել, ոչ ոք չի լքել խորհրդարանի տարածքը անհրաժեշտության դեպքում քվեարկությանը մասնակցելու համար։ Թերեզա Կադաևչյան, Նորայ Շարբաթյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։ Մինչև բոյկոտը խորհրդարանում շարունակում էին քննարկել ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Արեգա Հովսեփյանի թեկնածությունը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Եթե հանրաքվե լիներ կողմ կլինեիք Եվրամիությանը միանալուն, թե ԵԱՏՄ-ում մնալուն, Հովսեփյանին անընդհատ հարցրել են իշխանականները։ Նա հիշեցրել է ի պատասխան ԿՊԱ-ականներին իրենց իսկ ղեկավարի օգոստոսի սկզբին արած հայտարարությունը Հայաստանում Եվրամիության անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելը այս պահին հնարավոր չէ։ Իսկ Հայաստանը ԵԱՏՄ-ից երբեք այնքան կախում չի ունեցել, որքան փաշինյանական իշխանության օրերին։ Վիզաների ազատականացման գործընթացի բանակցության արդյունքն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը մեծացել, տուրքը ավելացել, իսկ Հայաստանի քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից, որտեղ այդ գործընթացի կարևոր բաղադրիչը ոչ օրինական կարգավիճակ ունեցող քաղաքացիների հետ ընդունումն է, ինչը Հայաստանը վաղուց սկսել է իրականացնել։ Այս ձևով եք դուք ուզում մեզ ներկայացնեք իբր ձեր եվրոպական ինտեգրացիան, այդպիսի ինտեգրացիա չի լինում։ Ինձ հետաքրքիր է, երբ դուք որոշեցիք ընտրել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը եւ առաջադրվել ակնհայտորեն ձեր պրոռուսական համբավը չի սպասարկում Հայաստանի Հանրապետության լավագույն շահը այդ հանձնաժողովը վերցնելով եւ նախագահելով։ Կառաջարկեի խուսափել պիտակավորումներից, այդ ընդհանրական պիտակավորումներ, պրոռուսական համբավ եւ այլն, եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, կարծում եմ լավ տեղ չի հասնելու։ Եվրոպական ինտեգրմանը մենք միանշանակ կողմ ենք, բայց այստեղ ես այլ հարցադրում ունեմ, եթե դուք եք կողմ եվրոպական ինտեգրմանը, եթե, ապա ինչու գործնական քայլեր այդ ուղղությամբ չի իրականացվում։ Օրինակ, դատարանների անկախության ուղղությամբ աշխատանքներ չի իրականացվում։ Օրինակ, սննդի որակի ստանդարտների համապատասխանեցում չի իրականացվում։ Օրինակ, ինչու մեր քաղաքացիները այսօր ստիպված են խնդիրների բախվել իրենց մթերքը դեպի Եվրամիություն արտահանելու։ Ձեր առաջնորդը արեց հայտարարություն, շատ ներողություն, որ ստիպված եմ այս դալիճում հնչեցնել այդ բառը, Մակրոնը եկավ Փաշինյանին զասոս արեց։ Հազար ներողություն այս բառի համար, բայց այդ բառի հեղինակը ես չեմ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում այս բառամթերքով եք հարաբերվելու եվրոպացի մեր գործընկերների հետ։ Եթե մենք սկսենք մեջբերումներ անել ձեր ղեկավարից, կարծում եմ բարեկրթությունից կմնա բտարը, իսկ մեր որդեգրած կառուցողական քաղաքականությունից կմնա կտարը։ Ողջույններս կանանց իրավունքների պաշտպաններին այստեղ, ոնց որ ձեր աշխատանքը, ձեր թիմի ներսում տղամարդկանց հետ, որ ասում եք վարում եք, որպեսզի իրենք ինչ որ հստակ դիրքորոշումներ ձևով իրենց պահեն, ոնց որ լավ չի ստացվում ձեզ մոտ։ Հենց Արեգա Հովսեփյանի թեկնածության քննարկումն է ավելի ուշ հասել բացահայտ սադրանքների։ Ոչ սովորական է եղել քաղաքական բանավեճը։ Ընդդիմության գնահատմամբ Արցախցու հայրենազրկված հայի արժանապատվությունը թիրախավորելու եւ սեփական ձախողումները լեգիտիմացնելու ցինիկ քայլի են դիմել ԿՊԱ-ականները, նախ ուղիղ պահանջելով, որ արցախցի Արեգա Հովսեփյանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, ավելի ուշ գրեթե բացահայտ մեղադրելով նրան Արցախում չմնալու եւ չզոհվելու համար։ Հենց այս սուր հարց ու պատասխանից հետո է նիստը վարող Վահագն Ալեքսանյանը փորձել սրբագրել թիմակիցների ցինիզմը, պատգամավոր Դավիթ Ղազինյանը տեղից առարկել է, ինչից հետո էլ իշխանությունը գործի է դրել անվտանգության աշխատակիցներին։ Ինչ է նախորդել դրան, Արփիս Սուքեսյանը կպատնի։ Սիրելի արցախցիներ,
Սոր ես տղում կանգնած Ազգային ժողովի ամբիոնից դարձյալ հայրենի բարբարով է խոսում Արցախցի Արեգա Հովսեփյանը։ Նա ուժեղ Հայաստան խմբակցության տեխնատուն է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, եվրոպական չափանիշներով Հայաստան կառուցելու ծրագրով։ Հայաստանի Հանրապետությունը ինի են տղը շտիղան մունք օզում չնք քինյանք։ Առաջարկում եմ ծափարենք։ Ծափերից առաջ ցավեցնելու փորձեր են արել ԿՊԱ-ականները։ Վնիմանիա վոպրոս։ Արայիկ Հարությունյանը Արցախցի падգամավորից հետաքրքրվում է, թե ինչպես է վերաբերվում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված հայտարարությանը, որով Արցախը ըստ էության ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում։ Այդ է ձեր հարցադրումը։ Չեն հերքում ԿՊԱ-ականները, ակնկալիքը դա է։ Արցախցին հայտարարի, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Եթե դու եկել հասել ես այս ամբիոն, դու պետք է կարողանաս արտաբերել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության մաս չէ։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ որ ես մեծացել եմ, որտեղ որ ես ամուսնացել եմ, որտեղ որ գտնվում են իմ ապուպապերի, իմ հոր գերեզմանը։ Ես ճանաչում եմ դա, ճանաչում եմ ու երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ը, ավելին, ինչպես որ չեն մոռանալու շատ հայեր։ Որն է իշխանականների Պրահայի համաձայնության մասին հիշեցնելու նպատակը, ցավեցնելը։ Գիտեք, ձեր հարցերը վաղուց չեն կարող ինձ ցավացնել։ Ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին, դրանից ես ավելի եմ իմ դիմադրողականությունը բարձրացել, բայց ցավացնում է, գիտեք ինչը, այդ հիշողությունները։ Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը, որ հիմա խորհրդարանում առաջին շարքում նստած падգամավոր է, որոշում է էլ ավելի թեժացնել Պրահայի հայտարարության մասին իր հարցը, եթե Արեգա Հովսեփյանի համար այն անընդունելի էր։ Ինչու շարունակեց աշխատել Հայաստանի արտգործնախարարությունում մինչև 2023 թվականը։ Եթե արտաքին գործերի նախարարությունում այսօր դեռ կան ազնիվ մարդիկ, նրանք կարող են փաստել ու կարող եք հարցնել։ Աշխատանքից ազատման իմ դիմումը գրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Հովսեփյանը բացատրում է, քանի որ առջևում 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, հույս է ունեցել, որ ԿՊ-ն կհեռանա։ ԿՊ-ն մնացել է, ինքը գնացել է երեխայի խնամքի արձակուրդի։ Մեկ տառ անգամ, մեկ նախադասություն անգամ չեմ գրել ձեր, չեմ աշխատել 21 թվականից ձեզնից հետո։ Այսենց շռնդալից հայտարարություններ ունենալ դեպքում ինչու էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ ժամանակահատվածում ապրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Ճիշտ եմ հասկանում ձեր հարցը այն էր, որ ես պիտի մնայի Արցախում եւ զոհվեի։ Շնորհակալ եմ։ Վահագն Ալեքսանյանը ԱԺ փոխնախագահի բարձունքից հանդարտության կոչերի փոխարեն էլ ավելի է թեժացնում իրավիճակը։ Արցախ չէ, Ղարաբաղ է խոսույթով։ Եթե սխալ եք լսել, հարցը այն մասին էր, թե ինչու եք Երևանում ապրում եւ ոչ թե Ղարաբաղում, ինչև է։ Ու արդեն սա քաղաքական ատելություն չի։ Հակամարտկային է, մարդիկ, որոնք Արցախը հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, արցախցի կնոջը նայելով, ասում են դե ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում, նկատում է Հայաստան խմբակցության ղեկավարը։ Դե ասա Ղարաբաղ, Արցախ չասես հանկարծ ու հանկարծ։ Լավ էր չարցրեցին, իսկ ինչու են բենզալցակայանում չէիք, որ պայթեց։ Բանիկոր Փաշինյանը այդ օրերին ուղիղ եթեր էր մտնում, ասում էր ինչ էթնիկ զտման մասին, սովորական քաղաքացիներին վտանգ չի սպառնում, ժողովուրդ ջան, որևէ խնդիր չկա։ Ես իսկապես կարծում եմ, այս բարոյական հարթությունը չպետք է անցնել։ Քաղաքականություն, բայց բարոյական այս հարթությունը ոտատակ տալը ուղղակի անմարդկային է, հակամարդկային է, կրկնում եմ եւս մեկ անգամ։ Ու սա, գիտեք, ես առանձին սրան չէի անդրադառնա, եթե չզգայի, որ սա ընդհանուր պատերն է, մոտեցումը արցախցիների նկատմամբ։ Ընդդիմադիրները պնդում են, ԿՊ-ն է Արցախը ադրբեջանական հռչակել, ու դա չի նշանակում, որ Արցախը դադարում է հայկական լինել։ Ժողովուրդը հասկանում է, հարվածել Արցախյան շարժմանը նշանակում է հարվածել Հայաստանի պետականությանը։ Հայաստանի երրորդ հանրապետությունը հենց Արցախյան շարժման ծնունդն է։
ընդամենը մի քանի տարի առաջ Արցախում նկարվում էիք եւ այլն, Արցախ ասեք, մի նեղվեք այդ բարձ, հասկանում եմ, կարող է հաղորդագրություն ունեք ստացած, որ Արցախ պետք չի ասել, Ղարաբաղ ասեք, Արցախ ասեք։ Ու այս ֆոնին ընդդիմադիրները դարձյալ արձանագրում են այնքան գործ կա անելու հայկականությունը պահելու համար։ Տիկին Հովսեփյան, Արեգաջան, պնդկած մոնքել լիքը պենոնի քանելու։ Այդուս Քեսյան, Նոյ Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ազգային ժողովը ավարտել է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը, քվեարկությունը վաղն է։ Մինչև դա հիշարժան ելույթ է ունեցել Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Մեջբերեմ 4-րդ հանրապետության հիմնադիրը դուք չեք, ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը Ադրբեջանը, դուք PR մասնագետներն եք եւ սեյլզ մենեջերները, քպականներին դիմելով ասել է Սաղաթելյանը։ Ինչ եք ասում դուք։ Դուք ասում եք, որ մենք պետք է ունենանք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տերը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մտներիդ մեջ ունենալով դա հիմնադիրն էլ հավանաբար դուք եք, բայց ամբողջ խնդրումը նա է, որ 4-րդ հանրապետության հիմնադիրը դուք չեք։ 4-րդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, կոնստրուկտորը Ադրբեջանը։ Դուք նույնիսկ դիզայներական գործերը ձեզ հանձնարարված չի։ Դրանով զբաղվում են եվրոպական որոշ պետություններ։ Դուք այդ պրոյեկտի մեջ PR մասնագետներն եք եւ sales մենեջերները։ Փաթեթավորեք այդ գաղափարը եւ վաճառեք մեր ժողովրդին։ Եվ հենց ստեղից է գալի ձեր վերաբերմունքը հայկական հարցերին, սփյուռքին, հայդատին, ազգային կազմակերպություններին եւ հայկական շահով առաջնորդող մարդկանց։ Բաքվի բանդից մեր հայրենակիցները շարունակում են մեզ հորդորել, որ պինդ մնանք։ Իրենք նստած են, բայց ծնկաչոք չեն։ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձի մանրամասները Լիլիթ Խալաթյանի ռեպորտաժում։ Բաքվի բանտից աշխարհի իրավապաշտպաններին ու բարի կամքի տերմարդկանց է դիմում Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Սիրելի բարեկամներ, դուք գիտեք, որ ավարտվեց այսպես կոչված մեր դատավարության նաև վերաքննիչ փուլ։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր։ Ադրբեջանի վերաքննիչ դատարանը առանց տեսախցիկների ու հանդիսատեսի նիստ է հրավիրել, իբր քննել հայ ռազմագերիների գործը, վճիռները թողել անփոփոխ։ Բաքվից ուղարկած ձայնային հաղորդագրությամբ պատմում է Բաբայանը։ Ասել, որ իրոք Մանրամասնում իր մեղադրանքներին եւս երկուսն են ավելացել, ցմահ ազատազրկումը ավելի հիմնավոր դարձնելու համար։ Ինձ ավելացել են երկու ցմահ հոդվածներ, որը չկար, սա անթույլատրելի երևույթ։ Անթույլատրելի բազմաթիվ դեպքերի ականատես է Բաբայանը։ Դատավարության ընթացքում 5-6 պաշտպան է ունեցել։ Նրանք հերթով հիվանդացել են, կիսատ թողել իր պաշտպանությունը։ Ես փորձել եմ իմանալ, ինչն է պատճառը, ասել են առողջականը։ Նույնիսկ դատարանում դատի ժամանակ ասել են միացրեք տեսազանգով կապվեք հետներ, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ ինչպես են։ Իրենք իհարկե խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա եւ այլն եւ այլն։ Բաքուն դեմ է նաեւ, որ եվրոպական դատարան մտնի գերիների գործը։ Բաբայանի ուղերձից կարելի է ենթադրել, որ վախենում է Ադրբեջանը։ Պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք որպեսզի գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինչու է։ Չնայած գործի անհեթեթ բովանդակությանը, չնայած դառը դատավճիռներին, չնայած առողջական խնդիրներին, Բաբայանը վստահեցնում է, բանտում գտնվող հայերը պայքարում են արդարության, ազատության համար։ Մենք պայքարում ենք այս ուրեմն չար աշխարհում արդարության եւ ազատության համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, եւ սա թող բոլորը իմանան։ Ամենացած ամեն ինչ նորմալ է, պինդ եղեք։ Ուղերձներ են հնչեցնում, որոնք քաղաքական եւ քաղաքացիական խիզախումի աներևակալի դրսևորումներ են եւ շատ հաճախ գիտեք այնպես է ստացվում, որ նրանք մեզ ավելի են ոգեշնչում, դրթում պայքարի։ Պատրաստվել պայքարի, որովհետև Հայաստանին դեռ ծանր երևույթներ են սպասվում։ Դավիթ Բաբայանի այս խոսքին է ուշադրություն հրավիրում պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր դժբախտաբար երևույթներ, չեմ ուզում այստեղից դա ասեմ, պինդ եղեք։
Մեզ ուղղակի գոյվում են, որ զիջումների քաղաքականությունը խաղաղության մասին չի։ Ես թույլ եմ տալիս ասելու, որ սա քաղաքական ինքնասպանություն է, երբ որ Դավիթ Բաբայանը մեզ հիշեցնում է, որ արժևում նոր մարտահրավերները եւ ավելի վատ սցենարներն են սպասում ես, հենց անվտանգային խնդիրները նկատի ունի։ Բաբայանի ուղերձի հասցեատերը նաև Հայաստանի կառավարությունն է, վստահ է Գալստյանը։ Նկատում է իշխանություններին Բաբայանը փորձում է գլխի գցել, պետք է դիմել եվրոպական դատարան, հենց դրանից է վախենում Ադրբեջանը։ Բաքուն պիտի չուզենա, որ Հայաստանը պաշտպանի իր շահերը, սա խոսում եմ Իրանի մասին, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակական զիջումների շարան է, որտեղ ուղղակի ոտնահարված են մեր պետական ազգային շահերը, իսկ գերիների վերադարձի խնդիրը չի կարող չլինել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն։ Գերիներին առնչվող պաշտոնական հայտարարություններից միայն մեկն է հիշում Գալստյանը, ռազմագերիների հարց նորակարգում է։ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերի մասին առայժմ հայտնի է միայն, որ ըստ պայմանավորվածության Հայաստանը պատրաստվում է հետ կանչել դրանք։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը ստացել է գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը։ Ինչպես գիտեք, Աննա Վարդապետյանը համաձայն չէ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման հետ, որով Միքայել arczepiskopos Աջապահյանի նկատմամբ իբրև խափանման միջոց է մնացել բացակայելու արգելքը։ Վարդապետյանի բողոքի մասին Սրբազանը գրել է մեջբերը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխավոր դատախազը ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ հայերեն տեքստի տակ դեռ մեզ էլ Կրեմլի ագենտ են համարում։ Այս լուսանկարները Սրբազանն է գցել իր տեքստին։ 9 օր առաջ պատահած մի ողբերգության մասին է հայտնի դարձել այսօր Արարատի մարզում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկ ու հայտնաբերել անչափահաս տղայի մարմին։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մահացածը 8 տարեկան է։ Մարմնի արտաքին զննության բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նորհաճինի 2 մարդու կյանք խլած պատահարի մասին նախաձեռնվել է քրեական վարույթ, շինարարության ընթացքում անվտանգության կանոնները խախտելու եւ անզգուշության մահվան պատճառ դառնալու հոդվածով։ Կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվող պոլիկլինիկայում նախորդին էր վերամբարձ կրունկի երկաթե մի հատված փոկվել ու ընկել աշխատողների վրա։ Երկուսը մահացել էին, մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հիմա նրա վիճակը արդեն կայուն բավարար է, շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ։ Զարուհի Սահակյանն է պատմում։ Ով է մեղավոր Նորհաճնում 37 եւ 41 տարեկան շինարարների մահվան համար։ Քննչական կոմիտեն Հայլուրին հայտնում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շինարարության ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվող պոլիկլինիկայի տարածքում վերամբարձ կրունկի մետաղ է, ճոպանը պոկվել էր, երկաթե ցեմենտակիրը ընկել աշխատակիցների վրա։ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղից Նորհաճն աշխատանքի եկած 2 տղամարդիկ տեղում մահացել էին, իսկ 3-րդ աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Նրա վիճակն արդեն կայուն բավարար է եւ շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ։ Նորհաճնում դեռ շոկի մեջ են, սարսափով են հիշում տեսարանը։ Երեխային էի քնացնում, այդ մեկ էլ գմփոց ուժեղ ու մեկ էլ օգնեցեք։ Այդ է օգնեցեք, վազելով ես իջա, անմիջապես եկա ու այս ռեշոտկաներում տեսա, որ մի հոգի արդեն գետինը պարկած էր, մասնաճացած։ Իրավապահները դեռ պետք է պարզեն, ինչու է պոկվել մետաղե ճոպանը, տեխնիկական անսարքության, թե թույլատրելի քաշի գերազանցման պատճառով։ Կարող են փոխվել իհարկե երկար ժամանակ շահագործելու դեպքում, որ եւ անհամապատասխան իր քաշից ավելի բեռ բարձրացնելու դեպքում։ Աշխատանքի անվտանգության ինժեներ Գագիկ Մուսոյանի խոսքով նման վթարները համակարգային բացթողումների ու անվտանգության նորմերի անտեսման հետևանք են։ Շատ կարևոր է, որպեսզի լինեն պատասխանատու անձեր եւ այդ պատասխանատու անձերը կատարան իրենց աշխատանքը բարեխիղճ եւ ժամանակին ուսուցանել անձնակազմին անպայման հրանգավորել աշխատատեղում եւ աշխատողներն պետք է անպայման ուշադիր լինեն ամեն քայլափոխին, որպեսզի իրանք գնահատեն, եթե միտեղ կարող է ինչ-որ մի դեպք պատահել, եթե ինչ-որ կասկածներ կան, անմիջապես դադարեցնեն աշխատանքը։
Վտանգավոր օբյեկտները գոնե տարին մեկ անգամ պետք է ստուգվեն, արդյոք պիտանի են շահագործման։ Ամենակարևորը շինհրապարակում ռիսկերի գնահատումն է, ասում է մասնագետը։ 1 տոննա եւ ավել վերամբարձ սարքավորումները, այդ թվում նաեւ վերամբարձ կռունկները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, որոնք պարտադիր պետք է անցնեն համապատասխան փորձաքննություն եւ գրանցված լինեն համապատասխան պետական մարմիններում։ Արտադրական վտանգավոր օբյեկտները ստուգվում են տարին մեկ անգամ ու կախված իր տեխնիկական վիճակից։ Մասնագետը զգուշացնում է, ողբերգություններից խուսափելու համար պետք է նաև զգուշություն, աշխատանքի խելացի կազմակերպում եւ պատրաստվածություն։ Հանձնակազմը պետք է տարածքից սպասարկման ժամանակ հեռու գտնվի եւ ռիսկերը գնահատվի։ Զարու Իսահակյան, Աշոտ Մնոյան, Նորայ Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Բանակում միայն այս տարի 12-րդ զինծառայողի մահվան դեպքից հետո զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի, որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Ռուսաստանը հնարավոր է մեղմիկ անվերացնի Հայաստանի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումները, Մոսկվան ակնկալում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն եւ խախտումների վերացման ուղղված գործողությունների ծրագիր։ Ռուս վերլուծաբանները հայտարարում են իբր հայ-ադրբեջանական գաղտնի դաշինք կա ուղղված Մոսկվայի տարածաշրջանային շահերին։ Հայ-ադրբեջանական ձևակերպման հետ համաձայն չեն հայ վերլուծաբանները, բայց չեն կարող չնկատել, որ Փաշինյանն ու Ալիևը նույն արևմտյան թելն են թելում։ Այս երկու միավորները իրար հետ իհարկե նույն խաղն են խաղում։ Եվ ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ոդզյանսկոյե գյուղի նկատմամբ, իսկ Ուկրաինան պատերազմի ընթացքում արդեն 5-րդ անգամ է պաշտպանության նախարար փոխել։ Ռուսաստանի ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումներից կրիտիկական հետևանքներ չկան։ Եվ այսպես Ռոսսելխոզնadzորը հայտնել է, որ Հայաստանի դեմ կիրառված սահմանափակումների մեղման կամ վերացման համար ակնկալում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն եւ խախտումների վերացման ուղղված գործողությունների ծրագիր։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը վերջին ամիսներին սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, կատնամթերքի ներմուծման վրա, վկայակոչելով բուսասանիտարական եւ անասնաբուժական պահանջների խախտումները։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին ռուս վերլուծաբանները հայտարարում են իբր հայ-ադրբեջանական գաղտնի դաշինք կա ուղղված Մոսկվայի տարածաշրջանային շահերին։ Հայ-ադրբեջանական ձևակերպման հետ համաձայն չեն հայ վերլուծաբանները, բայց չեն կարող չնկատել, որ Փաշինյանն ու Ալիևը նույն արևմտյան թելն են թելում, փորձելով դուրս մղել Ռուսաստանը տարածաշրջանից։ Ալբերտ Սերոփյանն է գնացել թեմայի հետքերով։ Ինչու են Ռուսաստանում սկսել կասկածել, թե հայ-ադրբեջանական հակառուսական տանդեմ կա։ Ռուսաստանում չեն կարող դրան դրական նայել։ Հայ-ադրբեջանական դաշինքի մասին սկանդալային հայտարարությունը ըմբռնման հստակություն վերլուծական փոդքասթի ժամանակ է հնչել Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի ու հաղորդավար Իվան Կնյազևի քննարկումներից մեկի ժամանակ։ Ձևակերպումը իհարկե սխալ է։ Ռուս վերլուծաբանների հայ-ադրբեջանական տանդեմ ձևակերպման հետ համաձայն չէ կովկասագետ Կարենի Գիթյանը։ Փորձագետն ուղղում է հակառուսական քաղաքականություն, Փաշինյանի ու Ալիևի կաբինետներն են վարում, հայ ժողովուրդը ոչ։ Այսպես կոչված նոր Հայաստանը, որի մասին որ Փաշինյանը հայտարարել էր, եւ Ադրբեջանի իշխող կուսակցությունը, որը կոչվում է Նոր Ադրբեջան, Յենի Ադրբեջան, այսինքն այս երկու միավորները իրար հետ իհարկե նույն խաղն են խաղում։ Արևմտյան մեծ խաղ է անվանում կովկասագետը հակառուսական քաղաքականությունը, դրա նպատակը ըստ Գիթյանի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելն է։ Ալիևը եւ Փաշինյանը առանձին իրենց խաղը չեն խաղում։ Սա մեծ արևմուտքի մեծ խաղն է, big game, ժամանակին որ Բրիտանիան էր խաղում, հիմա կարծես ավելի շատ ԱՄՆ-ն է խաղում։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո այս տարածաշրջանում ռուսական դիրքերը թուլացել են ու պահը փորձում է օգտագործել արևմուտքը, նկատում է կովկասագետը։ Միայն թե դրանից Հայաստանն է տուժում։
այս քաղաքական դիրքի շնորհիվ կամ պատճառով մենք ունենք այս իրավիճակը, որտեղ որ Հայաստանի տնտեսությունը մեծ կորուստներ ունի։ Հակառուսականությունը անարձագանք չի մնում, ասում է վերլուծաբանը։ Այդ հարթությունում պետք է նայել Ռուսաստանից Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովի արտաքսմանը։ Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցների չի դիմում Մոսկվան։ Ադրբեջանը իր տնտեսությամբ, իր նավթային եւ գազային ռեսուրսներով եւ տրանզիտային նաեւ հնարավորություններով դա ավելի անկախ քաղաքականություն կարող է իրականացնել, այդքան կախվածություն Ադրբեջանի տնտեսությունը չունի։ Եթե Ադրբեջանի դեպքում Մոսկվան միայն քաղաքական որոշումներ է կայացնում, Հայաստանի դեպքում կան եւ քաղաքական եւ տնտեսական բաղադրիչներ, նկատում է Իգիթյանը։ Հայկական արտադրանքի նկատմամբ իհարկե արդեն մեծ վնաս են պատճառել Հայաստանի տնտեսությանը եւ պետք է հասկանանք, որ այդ հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Եթե շարունակվի այս քաղաքականությունը, ապա ավելի մեծ կորուստներ կարող ունենա Հայաստանի տնտեսությունը։ Будет означать, что мы Իգիթյանը հիշեցնում է Հայաստանում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև հանրակրվե անցկացնել Մոսկվան ամենաբարձր մակարդակով է պահանջում։ Ռուսական կողմը եւ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար վերջնաժամկետ են սահմանել մինչեւ այս տարվա դեկտեմբեր։ Այդ ամիս ԵԱՏՄ երկրների ղեկավարները հանդիպելու են մեր երկրի նկատմամբ հետագա հնարավոր քայլերը հստակեցնելու նպատակով։ прощать деградацию торговой Ալբերտ Սերոբյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ոջանսկոյի գյուղի նկատմամբ տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Իսկ Ուկրաինան պատերազմի ընթացքում արդեն 5-րդ անգամ է պաշտպանության նախարար փոխել։ Գերագույն ռադան այդ պաշտոնում հավանություն է տվել Եվգենի Խմարայի թեկնածությանը։ Նրան խորհրդարանին ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկին նախարար Միխայել Ֆյոդորովի պաշտոնանկությունից հետո։ Նա հեռացել է սկանդալով, ահազանգելով պատերազմի ընթացքում կոռուպցիայի եւ կառավարման համակարգային ճգնաժամի մասին։ Ծովինար Բարխուդարյանը կպատմի։ Մոսկվան ու Կիևը Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ գերիներ են փոխանակել 103-ը 103-ի դիմաց ձևաչափով։ Доченька, привет, моя хорошая, как ты? Սակայն ռազմաճակատում եւ դրանից դուրս ռազմական գործողությունների ինտենսիվությունը չի նվազում։ Գիշերը դրոնների թիրախում կրկին արդյունաբերական ենթակառուցվածքներն են եղել։ Ծուխ է նկատվել Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում գտնվող Սվերդլովի անվան պայթուցիկ նյութերի գործարանի տարածքում։ Ձեռնարկությունը Ռուսաստանում պայթուցիկ նյութերի խոշոր արտադրողներից է ավելի քան 1 դարյա պատմությամբ։ Հերթական անգամ թիրախավորվել է նաև երկրի նավթավերամշակման եւ նավթաքիմիական հսկաներից մեկը։ Իշխանությունները չեն հստակեցրել, թե Ուֆայի հյուսիսում Բաշնավթի կոնկրետ որ ձեռնարկությունն է հայտնվել հարձակման թիրախում։ Բաշկորտոստանի ղեկավարը միայն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Ուֆայի արդյունաբերական ձեռնարկությունների վրա հարձակումը։ 6 անօդաչուներից 4-ը խոցվել են։ Նախնական տվյալով 1 մարդ է վիրավորվել։ 1 կին է զոհվել Դոնեցկի Կիրովսկի շրջանում։ Ավերածություններ եւ տուժածներ կան Բելգորոդի, Ռոստովի եւ Տուլայի մարզերում։ 25 ԱԹՍ է խոցվել Մոսկվայի մատույցներում, 2 գրոհ է կասեցվել Սևաստոպոլի ուղղությամբ։ Террористические атаки на объекты промышленности. Ռուսաստանի ենթակառուցվածքների վրա ահաբեկչական հարձակումներից կրիտիկական հետևանքներ չկան, չեն եղել եւ չեն կարող լինել, բայց այդ հարձակումները վնաս հասցնում են։ Они нам, конечно, наносят, это очевидно. Չի նվազում նաև ռուսական հարվածների ինտենսիվությունը։ 1 մարդ է զոհվել, 6-ը վիրավորվել Զապորոժիեում։ Մոսկվան հաստատել է միայն Չեռնոմորսկ նավահանգստի վառելիքի պահեստներին ռուսական զինուժի հարվածները։ Ուկրաինայում նորից քննարկվում է ընտրությունների անցկացման հարցը։ Պաշտպանության նախկին նախարար Միխայել Ֆեդորովը հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնել ընտրությունները վերսկսելու օրինական եւ անվտանգ մեխանիզմ, նույնիսկ պատերազմի պայմաններում։ Ֆեդորովը հիմնականում խոսել է պատերազմի ընթացքում կոռուպցիայի եւ իր գնահատմամբ կառավարման համակարգային ճգնաժամի մասին։ Ռազմաքաղաքական զարգացումներին զուգահեռ նոր լարվածություն է առաջանում ռուս-թուրքական հարաբերություններում։ Հայտնի է դարձել, որ Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել իր պահեստներում եղած ամերիկյան սպառազինության մի զգալի խմբականակ, այդ թվում բալիստիկ եւ կասետային մարտագլխիկներով հրթիռներ։ Փաթեթի ընդհանուր արժեքը մոտ $280 միլիոն է գնահատվում։
Մոսկվայի արձագանքը ըստ փորձագետների չափազանց զգուշավոր չի ուշացել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը Վաշինգտոնից եւ Անկարայից բացատրություններ է պահանջել եւ նախազգուշացրել, որ նման սպառազինության հնարավոր փոխանցումը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ամերիկյան եւ ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով դեռ պետք է հասկանալ, թե ինչու են ԱՄՆ-ն ու Թուրքիան բացում հերթական Պանդորայի արկղը, երկարաձգելով պատերազմը, այն դեպքում, երբ հայտարարում են դրա քաղաքական ու դիվանագիտական կարգավորման առաջնահերթության մասին։ Անվտանգության հարցերով միջազգային փորձագետ Ջանան Թերջյանը 10 գործակալությանը հայտնել է, որ խոսքը ամերիկյան տեխնոլոգիայով Թուրքիայում նախկինում արտադրված սպառազինության մասին է։ Ըստ փորձագետի, փաստացի դրանք ամերիկյան զենքեր են, ուստի վերարտահանման համար անհրաժեշտ է ԱՄՆ կոնգրեսի հավանությունը։ Իսկ թուրքական զենք, Թերջյանի պնդմամբ, Անկարան չի տա Կիևին։ Զովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է պետք է դադարեցնել Միացյալ Նահանգներին աջակցությունը։ Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան զինուժին ցանկացած օգնություն կամ աջակցություն կհամարվի համագործակցություն Միացյալ Նահանգների հետ։ Գլխավոր շտաբի պետ գեներալ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականներին տրամադրվող ցանկացած օգնություն կհամարվի ամերիկյան զինված ուժերի հետ համագործակցություն։ Նրա խոսքով տարածաշրջանում ամերիկյան ոչ մի գործողություն չի վրիպել Իրանի ուշադրությունից։ Զգուշացումը հնչում է Միացյալ Նահանգների Իրան բանակցությունների դադարեցման եւ Պարսից ծոցում լարվածության աճի պայմաններում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ չեն ընթանում եւ նախատեսված էլ չեն։ Ըստ CNN-ի Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի նկատմամբ երկարաժամկետ տնտեսական եւ ռազմական ճնշման, այդ թվում Իրանի նավթային եկամուտների կրճատման, պատժամիջոցների խստացման միջոցով Աբու Դաբին մեղադրել է Թեհրանին իր տարածքում երկու հրթիռ արձակելու համար եւ դադարեցրել Իրանի հետ բոլոր առևտրային հարաբերությունները։ Իրանը հերքել է հրթիռների արձակման մեղադրանքը։ Միաժամանակ Թրամփը ուզում է վերսկսել երկխոսությունը Փհենյանի հետ։ Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփը փորձում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպել աշնանը Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու։ Թրամփն ու Կիմ Չեն Ընը 3 անգամ հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահի առաջին պաշտոնավարման տարիներին, սակայն մոտ 7 տարի առաջ Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Այդ ընթացքում Հյուսիսային Կորեան փորձագետների գնահատմամբ զգալիորեն ընդլայնել է իր միջուկային զինանոցը։ Ավելի քան 100 մարդ է զոհվել Կամերունի եւ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության սահմանին գտնվող Աբբա շրջանում ոսկու հանքավայրի փլուզման հետևանքով։ Հանքում հիմնականում երիտասարդ հանքափորներ են աշխատելիս եղել։ Փլուզման պատճառը առայժմ հայտնի չէ։ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում այսպիսի դեպքեր հաճախ են լինում արհեստագործական հանքերում անվտանգության պայմանների բացակայության պատճառով։ Եվ վերջում աշխարհի գրեթե բոլոր անկյուններից հարյուրավոր հայտնի հայեր եկող շաբաթ հավաքվելու են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում նշելու Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակը։ Այդ մեծ հանդիսությունը նախաձեռնել է Ծագումով հայեր հայտնի հեռուստահաղորդումը, որի 20-ամյակն է լրանում այս տարի։ Ծագումով հայերը 2 տասնամյակ հայկական եթերում ներկայացրել է աշխարհի ազդեցիկ հայերի ու հայ ժողովրդի բարեկամների հաջողության պատմությունները։ Պատմական հայրենիքից հեռու հայկական ինքնության պահպանման հոգևոր ուժի կրթության օջախ Մխիթարյան միաբանությունում օգոստոսի 25-ին հոբելյանական մեծ հանդիսություն է լինելու։ Միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու 350-ամյակն է և Ծագումով հայեր հեռուստածրագրի 20-ամյակը։ Որոշեցինք Վենետիկում իրականացնել նաև այս պատվարժան օրը եւ այն մարդիկ, ովքեր որ չեն եղել Վենետիկում կամ ուխտագնացության չեն գնացել Սուրբ Ղազար կղզի, մենք միախմբեցինք եւ Մխիթարյան հայրերի օրհնությամբ մենք փորձում ենք իրականացնել այս նախագիծը, տոնելով նաև Մխիթար Սեբաստացու 350-ամյակը։ Բացահայտումներով լի ուղևորությանը կմիանան ազդեցիկ հայեր աշխարհի ավելի քան 20 երկրից։ Այո, ժողովուրդը ինձ շատ սիրում էր։ Ամեն ինչ արվում է իրադարձությանը պատմականություն հաղորդելու համար։ Ռոզի Արմեն, Էլադա Չախոյան, Հեռնան Բերգամալի Գույում ջան, դրանք այն հայտնի անձինք են, որ իրոք իրենց իսկ ժամանակում եղել են լեգենդներ եւ իրենցով ենք մենք հպարտացել։ Եվ տարի ես փորձում եմ անպայման իրենց արժեքը պահպանել եւ այսպիսով գոնե իրենց արածը հուշ պահել եւ պարգևատրել ըստ արժանվին։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Ծագումով հայեր հաղորդաշարի հերոսները պարգևատրվելու են Ծագումով հայեր եւ Մխիթար Սեբաստացի ուշամեդալներով։
Փառք Աստծո, որ արդեն 6-րդ տարին է մենք ամեն տարի լինում է որ տարին 2 անգամ համախմբվում ենք տարբեր երկրներում եւ իրականացնում ենք նմանատիպ մեծ միջոցառումներ։ Եվ հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր որ ուզում են, ովքեր որ ցանկանում են պահպանել մշակույթը, իսկ իրենք շատ են, թե բիզնեսի ոլորտում, թե մշակութային գործիչներին, իրոք համախմբվենք եւ նմանատիպ ծրագրեր շատ իրականացնենք։ Ծագումով հայեր ծրագիրը արդեն 2 տասնամյակ հեռուստադիտողի ներկայացնում է մոլորակի տարբեր անկյուններում ապրող նշանավոր հայերին, որոնց գործը մեծ արժեք է ոչ միայն հայկական աշխարհի համար, այլև ամբողջ մոլորակի։ Սփյուռքի ուժը բավականին զորացնում է, որովհետև եթե չլինի իրենց այս ոգևորվածությունը, հավատացեք, որտեղ հիմնականում Սփյուռքից են եւ հիմա նոր այս 2-3 տարին է, որ միանում են Հայաստանից հայտնի բժիշկներ, գործարարներ, մշակութային գործիչներ, այսինքն համախմբվում են, Սփյուռքը համախմբում է մեզ, ես այդպես ասեմ, հա, եւ շատ կարեւորում եմ բոլոր տեսակի նաեւ աջակցությունները, որը եղել են տարիներ շարունակ մեր ծրագրին։ Անհամբերությամբ է Մանանա Հակոբյանը սպասում պատմական օրվան։ Հատկապես հիմա ասում է, շատ կարևոր է սրբորեն պահպանել մեր մշակույթը հայրենիքում ու հայրենիքի սահմաններից դուրս։ Վստահ է, ծագումով հայերը դեռ շատ ասելիք ունեն աշխարհին։ Ծագումով հայեր հաղորդաշարը դեռ շատ գործ ունի եթերում։ Գանա Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։